Ողջույն սերի ընկերներ, սերի բարեկամներ, շնորհակալ եմ, որ միացել եք ինձ, ընդառաջել եք իմ կոչին։ Ասել էի, մի հատ մեր փոքր շրջանակով կփորձենք մի շուրջ կես ժամ կամ 3/4-ի շուրջ այդպես միասին քննարկում ունենալ նույն impeachment-ի թեմայի շուրջ, որը կարծում եմ ինձ հետաքրքրող նաև ձեզ հետաքրքրող թեմաներից մեկն է։ Մի քանի կարևոր բաներ կար ուզում էի խոսել, անշուշտ այսօրվանը շատ թեմատիկ այսպես քննարկում չի լինելու, որտեղ ինչ-որ պատճառներ պետք է մասնագիտական կամ տեխնիկական կամ իրավական կամ օրինական ինչ-որ մոդել կանոնը կարող ենք դնել, պետք է ներկայացնել արդեն շուրջ ուղիղ 2 շաբաթ առաջ էր, անցած շաբաթ չէ, նախանցած շաբաթ բավական երկար շուրջ 1 ժամ 40 րոպե դրանց մասին խոսեցի, եւ լավ ընդառաջում գտավ, իմ փոքր լսարանի համար 12000 view իմ Facebook-յան էջում ես միայն հավաքեցի, գիտեմ որ տարբեր տեղերում դա տարածվել է, YouTube-յան էջերում ունեցել են ուրեմն դիտումներ, անշուշտ իմ նպատակը այդ դիտումները ինձ այնքանով են ուրախացնում, որ վերջին հաշվով այն ամբողջ տեսակետների թեմ, որոնք ներկայացվում են YouTube-յան ալիքների միջոցով impeachment-ի կապակցությամբ եւ ստեր են տարածում, սխալ մտքեր են տարածում, փորձում են ապակողնորոշել ժողովրդին, գոնե մի փոքր շրջանակ կա, որը փորձում է արդարացի կերպով բացատրել, որ ինչու է վտանգավոր այս թեման, ներկա ձևաչափով վտանգավոր ներկայացնելը եւ ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, եթե հենց այսպես առանց նախապատրաստական աշխատանքների մտեք այդ փուլի մեջ, այս փոքր շրջանակը իսկ ասում եմ բավական մեծ օգնում է։ Ուրեմն սրանից երկուշաբթի օրն էր, որ ես Facebook-յան էջում մի գրառում էի կատարել եւ այնտեղ 5 օրյա ժամկետ էի ճշտել Էդգար Ղազարյանի համար եւ հրավեր էի ուղղել բանավեճի համար, որպեսզի գանք եւ ուղիղ եթերում ինչ որտեղ որ ինքն է ցանկանում, իր ձևաչափով որ ինքն է ցանկանում, սիրում, ինձ համար չի տարբերում, ես պատրաստ եմ ցանկացած հարթակում, ցանկացած ձևաչափով մասնակցել իր այդ բանավեճի եւ պատասխանել իր հարցերին։ Ես իմ արդարացումները ներկայացնեմ, թե պատճառները ներկայացնեմ իրավական, տեխնիկական, թե ինչու եմ համոզված impeachment-ը անհնարին է այս իշխանությունների օրոք եւ վտանգավոր հետևանքների է կարող հանգեցնել, ինքն բնականաբար կարող է իր տեսակետները ներկայացնել, ես հնարավորություն կունենամ տեղի վրա իր տեսակետներին պատասխանելու, նաեւ դա բացառիկ առիթ կլիներ իր համար, որպեսզի ինքն էլ եթե ունի պատասխաններ իմ հայտարարությունների մասին, հավատացած եմ, որ ես ինչպես ինքն ասում, զազրախոս եմ կամ հիմարություններ եմ դուրս տալիս կամ իրավական հիմքեր չկա, սխալ բաներ եմ ասում, ինձ ասի ընկեր ջան, այստեղ դու սխալ ես ասում, եթե ինձ համոզեր, բնականաբար ես կհամոզվեի եւ այնքան էլ քաջություն ունեմ, որ տեսակետներից համար ներողություն խնդրեմ եւ ասեմ, որ այստեղ սխալվել եմ, Էդգար Ղազարյան, ճիշտ է ասում, ես սխալ եմ ասում։ Բայց ընդհանրապես այս 5 օրերի ընթացքում ոչ միայն պատասխան չեղավ, բայց Էդգար Ղազարյանը շարունակեց իր նույն ոճով եթերից եթեր գնալ եւ ինձ զազախոս իհարկե եթերում չի անվանել, բայց իմ կոմենտներում ցածում գալիս է գրում, որ դու սա զազախոսություն է, ես զազախոսություններին պատասխանելու որևէ բան չունեմ։ Հիմնականում ես ուզում եմ ասել, որ դες նախանձում եմ Էդգար Ղազարյանին, ինչու եմ նախանձում, որ մարդ որքան պարապ կարող է լինի, որովհետեւ ընթացքում 1 կամ 2 կամ 3 նույնիսկ հարցազրույցների գնալ մասնակցել։ Դա ազատ ժամանակ ունի, պարապ ժամանակա, ես չգիտեմ ինչ կարող են կոչել, սա մի տեսակ ֆուլ աշխատանքի տպավորություն է թողնում, մեզ մոտ ֆուլ աշխատանքի համար այդպես ամբողջօրյա հիմա աշխատանքի համար վճարում են, հիմա չգիտեմ Հայաստանում կարգն ինչպես, հա, բայց ինձ քիչ տարօրինակ է, որքան դու պիտի ազատ ժամանակ ունենաս, թափես չաշխատես, գործ չունենաս, որ շարունակաբար եթերից եթեր գնաս նույն բաները անընդհատ կրկնես, առանց որևէ նորություն ունենալու ներկայացնելու։ Թե ինչ է կատարվում, ես չգիտեմ, դուք զոխոմոջան դուք ինքներդ կազմում մի քիչ ավելի լավ կարող եք այս ամեն ինչը հասկանալ, բացատրելու կարիք չկա, մի քիչ եթե մտածենք, դուք այդ ժամի աշխատում եք, մարդիկ եթերից եթեր են գրում, հենց այսքանը կարծում եմ մի քիչ սա խոսում է ամեն ինչի մասին։ Իսկ ինչի մեջ եմ մեղադրում, իհարկե հիմա ես սկսեմ Նարեկ Մանյանի այսօրվա գրառումից հետաքրքիր էր, որ ինչ է գրել, հավես կարելի է նայել կրակին, հոսող ջրին, impeachment-ի դեմ կատաղի խոսացող ընդդիմադիրներին։ Դե մենք հոսող ջուրը կգնա, հիմա չգիտեմ ինչու պիտի կարևորել, հիմա մենք խոսում ենք հոսող ջուրերին կգնանք, ձեր այսպես մնացած ջուրը, իհարկե հոսող ջուրը լավություն ունի, որ չի հոտում, չի հնանում, միշտ կա, այդպես ասած գնում է գալիս է նոր մտքեր են գալիս է դրանից երբեմն կարող է դա հեղեղի վերածվել այդպես ասած հոսող ջուրը այդպես հատկություն ունի բայց դե ճահճացած մետեղ մնացող ջուրին նայելն է վատ որտեղ հոտում է այդ հոտը բարձրանում է եւ դա վատ այսինքն ես այս խորհուրդ կտամ մետեղ մնացած ջրին չնայել հոսող ջրին նայելու մեջ շատ լավ բան կա թապես նայում եք կարունը այդպես ասած
ոսող ջրերը գնում են բնությունը լավ է, նայեք մի քիչ այդպես ված չի։ Կրակին է լավ է նայեք, մեկը դիսկուսիոնը ձերը չպայես նրել, որտեղ երբեմն այդ կրակը այրում է, նստեք նայեք, դրանից գուցե նաև ջերմություն կա, այդ էլ վատ բան չի, ես չեմ ողանում այդ բանը գրում եք։ Եվ իմպիչմենտի դեմ կատաղի խոսացող ընդդիմադիրներին, ճակերտավոր ընդդիմադիրների, հիմա մեզ ուզեք ճակերտավոր կոչեք, ուզեք առանց ճակերտավոր կոչեք, կարևոր են արդյունքն որ վերջին ստանում եք, կարևորը այն անկեղծությունն է, որ խոսքերի մեջ կա, արդարացումն է, որ կա խոսքերի թիկունքում, կարող ես նստես ժամերով եթերից եթեր գնալ, սրա նրան մեղադրել, քննադատել, անհուն բաներ ասել, ստեր տարածել, պատկերացնել, որ ժողովուրդը հիշողություն չունի, նույնիսկ 2-3 տարվա առաջվա իրադարձությունները այլ կերպ ներկայացրեց, հենց երեկվա իրադարձությունների մասին սխալ մտքեր տարածեց, հավատացած լինելով, որ ժողովուրդը ընդհանրապես ժամանակ չունի գնա հետաքրքրի տեսնի դրանք սուտ են, ճիշտ են, եթե ընդդիմադիր իրական ընդդիմադիր այդպես է բացատրում, ես խնդիր չունեմ, եթե ճակերտյալ ընդդիմադիրը մենք ենք, որ պայքարում ենք, փորձում ենք իրականությունը ներկայացնել, արդարացի կերպով ճշմարտությունը ներկայացնել, իրավական հիմքեր ներկայացնել եւ հասկանալ, որ իրական պայքարի ձևը որն է եւ որ ինչպես կարող ենք ավելի հեշտ եւ արդյունավետ աշխարհարդյունքի հասնել, եթե ճակերտավորը դա է, ես դեմ չեմ դες ճակերտավոր ընդդիմադիր կոչեք, վերջնաշվում մեզ համար նպատակը վստահելի ճանապարհով արդյունքի հասնելն է, եթե դա ճակերտավոր ընդդիմադիրի գործ է, ես խնդիր չունեմ։ Էդգար Ղազարյանն ինչ էր ասում, եկել էր ինձ հարմատել էր ասում է, գիտեք, Նիկոլ Փաշինյանն էր նախկին նախագահներին բանավեճի առաջարկ եկել, նախկին նախագահները չընդունեցին, ես էլ ձեր չեմ ընդունում։ Հիմա անկեղծորեն չգիտեմ, հիմա ինքը ինչու է ինձ իրեն հարմատում նախկին նախագահների հետ, նախկին նախագահները լիքը լավ գործեր կատարած մարդիկ են, երկու նախագահներն են, հիմա 3 նախագահներ, մեկը եթե մեկը շատ մեկը քիչ դերություններ ունեցել են, բայց վերջնացած մարդիկ Արցախ են ազատել, Արցախ են պահել, երկիր են ղեկավարել մեկը 6 տարի, մյուսները 10 տարի, ամեն կերպ մի բան ունեն կատարած, հիմա չգիտեմ որքան ճիշտ է, Էդգար Ղազարյանը գալիս է այդպես այդքան մեծամտաբար ինքը իրեն հայմատման մյուս նախագահների հետ, իսկ Նիկոլը Նիկոլից հայմատման Նիկոլի հետ, բայց ես ինչ ունեմ տարբերվում Նիկոլից, Նիկոլը ինչ անում, Նիկոլը նախ դավաճան է, Նիկոլը ժողովրդի թշնամի է, չեմ կարծում որևէ մեկը կարողանա ինձ նման պիտարկացնել ինձ համարել դավաճան հայկի երկրի թշնամի, դավաճանի հանցագործի երկրի թշնամու հետ բնականաբար բանավիճելու բան չունես, բայց ես ընդհանրապես ինչ եմ արել, ես ընդհանրապես իրավական հիմքեր եմ ներկայացրել, ասել եմ որ դուք սահմանադրություն եք ընդունում impeachment-ի համար, բայց սահմանադրությունից բացի նաև կա ազգային ժողովի սահմանադրական կանոնակարգ օրենքը, կանոնագրությունը, որտեղ այն 4 հատ կետի փոխարեն 10 հատ կետեր կան, այդտեղ լիքը դետալներ կա, լիքը մանրամասնություններ կա, ժամկետներ աննշանակված, տողատակեր կան, բաց թողված կետեր կան, որոնց մասին պիտի խոսվի, չի խոսվել։ Ես դրանք եմ ներկայացնում դրանք կոչում եք զազրախոսություն։ Հիմա Աշոտ Նիկոլ Փաշինյանը որոշ մեկը բանավիճելու բան չունի, որտեղ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն արել եւ դավաճանությունը արդարացնելու համար է բանավեճի առաջարկ ներկայացնում։ Եվ այն տարբերությունը նրա հետ որն է, որ դուք Նիկոլին ասում եք եկ այդ բանակցային գործընթացի մանրամասնությունները հրապարակիր, հենց այդտեղ ամեն ինչ արդեն պարզ է, գուցե բանավիճելու կարիք չլինի։ Նիկոլ ասում է, չէ, չի հրապարակում, ասում է եկեք նստենք գետոց եթերում խոսենք, դե գիտեք ինչու ասում ուղի եթերում եկեք խոսենք։ Բայց այն դեպքում ես այդպես չեմ առաջորդվել, ես առաջ այն հիմնավորումներն եմ հրապարակել, ասել եմ, որ այս պատճառներով ես համոզված եմ, որ դուք սխալ եք ասում, կեղծիկ է ձեր տարածածը, հնարավոր չի impeachment-ի ենթարկել, իսկ եթե դուք հակառակ տեսակետն ունեք, ես արդարացում չեմ ուզում գտնել բանավեճից, ասում եմ եկեք, նստենք, միասին խոսենք, դուք ձեր տեսակետներն ասեք, ես եմ կասեմ, չեմ ընչխտում, դուք կարողանաք ինձ համոզեք, այդ տարբերակներ կա, բայց այդ տարբերակով դուք չեք առաջնորդվում, հիմա ինչ անեմ, այդ հավասարությունները կասեմ, այստեղ այդքան էլ ճիշտ չի այդպես հավասարության նշան դնել, ամեն դեպքում ինձ չի կարելի Նիկոլի հետ համոզել, ինձ կարելի է Նիկոլի հետ հավասարեցնել, ոչ էլ Էդգար Ղազարյանը կարծում եմ իրավունք ունենա իրեն երկու նախագահների հետ հայմատել, բայց ին բանավեճի առաջարկը այդպես ներկայացնել։ Եվ մանիպուլյացիան, որ կատարվում է այստեղ, հիմա նույն այդ տրամաբանությամբ սրանից հետո ցանկացած մարդ կարող է ցանկացած բանավեճից խույս տալ, հրաժարվել չմասնակցել։ Հենց որ դուք մեկին իրավացի մի բան ես ասում, արդարացի կերպով ապացուցում ես, որ դիմացինը սխալ է, եւ դիմացինին խնդրում ես ասես, եք նստենք բանավիճենք միասին, ապացուցենք ով է ճիշտ ասում, դիմացին անմիջապես կարող է հողում անել Նիկոլ
նախագահներ այդ բանավեճին, ասել դե բան նախագահները Նիկոլիը չբանավեճեցին, ուրեմն ես էլ քեզ չեմ գայելու բանավեճ։ Գիտեք, դիսավալիությունը հենց այս մակարդակի է, սա նույնպես վկայում այդ մասին, թե այս մարդիկ որքան անհիմն են իրենց արտարացումների մեջ եւ ընդհանրապես իմպիչմենտից խույս տալու խնդիր ունեն։ Բանավեճից ինչու են մարդիկ խույս տալիս, ինչու Էդգար Ղազարյանը չընդառաջեց եւ գոնե մինչեւ այս պահը, ես ասում եմ, էլի դուրը բաց եմ պահում, ցանկություն ունի կարող է ցանկը արտակներում, որից հետո ինքը ցանկանում է ինքն էլ չի ուզում այդ ուղարկի շփվել, կարիք չկա, լիքը այդպես ասած միջնորդներ ունենք, ծանոթներ ունենք, որ երկու կողմեր կա, թող մյուսները կազմակերպեն այդ բանավեճը, ես կմասնակցեմ, ոչ մի խնդիր չունեմ։ Միակ սահմանափակում ունեմ, առայժմ օնլայն տարբերակը, քանի որ Հայաստանում առայժմ չեն, այդ պարտավոր է տեսած առցանց միջոցներով միանալ, բայց ժամի տեսակետից սահմանափակում չունեմ, որ ժամին դենց հարմար խնդիր չկա։ Բանավեճից ինչու են խույս տալիս։ Բանավեճից խույս են տալիս երկու դեպքում։ Երբ դու չունես արդարանալու, հրապարակավ արդարանալու միջոց, չես կարող արդարացնել, ասի գիտես որ դիմացինը ճիշտ է ասում, գիտես որ եթե գնաս եթերում, դու քոնը ասես դիմացին իրանը ասի, մեկը քոնը անհիմն է, դիմացինը արդարացի է, իրավացի է, եւ չես կարող իրեն պատասխանել, բնականաբար ամենահեշտ միջոցն է նա, որ դու շարունակես հենց քո միաձայն լսարանը պահել, միօրքով նստել, խոսել եւ դու չտաս որից մեկը քեզի այդպես ասած ընդդիմանա։ Իհարկե լրագրողների հետ խոսում եմ, լրագրողներից մեկ, երկուսը երբեմն պատահում ինչ-որ բաներ հարցեր տալիս են, բայց դե նախապես կարծում եմ հարաբերված է, որ այդպեսի սուր հարցեր չտան, սուր թեմաների մեջ չեն մտնում։ Ես զարմանում եմ 12000 այդ դիտումների մեջ որ ունեցել եմ, այդ լրագրողներից գոնե մեկը ժամանակ չունեցել։ Մենք բացի այդ լրագրողներից գոնե մեկի մասին հարց տա Էդգար Ղազարյանին այդ գիտեմ այդ մարդկանցից մեկ երկուսի հետ ես ինքս գոնե մեկի հետ հարցազրույց տվել եմ, խոսացել եմ, այնպես չի որ ինչ չճանաչեն կամ չհետևեն, բայց ցանկանում եմ միակողմանի լսարան տալ հարց չկա։ Իսկ բանավեճից խուսափելու երկրորդ պատճառը որն է, որ եթե դուք մեկ անգամ բանավեճի մասնակցես եւ այդ բանավեճի ընթացքում պարտվես եւ ապացուցվի որ քո ասածները անհիմն են, այլևս անիմաստ է լինում շարունակել նույն ոճով նույն թեմաները կրկնելուց, պարտավոր ես նորություններ ներկայացնել, բայց քանի որ նորություններ չունես, հայտնվելու ես անանալի վիճակի մեջ։ Հետևաբար ամենահեշտ միջոցն է նա բանավեճից խուսափել, չպատասխանել հարցերին եւ շարունակել էլի քոնը կրկնել, քանի որ այդ քոնը կրկնելով դու շարունակում ես ունենալ նաեւ եթերներ, շարունակում են քեզի եթերից եթեր հրավիրել, դիտումներ ավակել, լայքեր ավակել։ Բայց հիմա բարից կորսը ես խնդիր չունեմ կարող եմ եթերից եթեր գնալ դիտումներ հավաքել, որպես դա ամբողջօրյա լիարժեք մի աշխատանք դիտել դա խնդիր չունեմ իրենք չգնալ ես չեմ գնալու իրենց փոխարեն այդ նախանձելու խնդիր ունեմ ոչ բան ունեմ բայց վատն է որ մարդկանց այդպես ասած դժբախտաբար ապակողմորոշում է օրինակ ինձ գրել էին որ ինչու եք պատասխանում մի պատասխանեք անտեսեք Իրենք չի կարելի անտեսել այս երևույթը, որովհետև այս երևույթը կարևոր երևույթ է, ամեն դեպքում այդ լսարանը որ կա, նայում եք, հիմա միտեղ 800 հատ, միտեղ 100 հատ, միտեղ 80 հատ, միտեղ 10000 հատ, ամեն դեպքում լսարան է, որ մարդիկ լսում են, եւ այդ ստերը տարածվում են, եւ տարածվելուց հետո դառնում է ժողովրդի սեփականությունը, եւ ժողովրդից չեմ կարող շատ մեծ ակնկալիք ունենամ, չեմ կարող ընդունել, որ կամ հավատալ, որ ժողովուրդը բոլորը գնում են օրենքները բացում են, սահմանադրությունը բացում են, ազգային ժողովի կանոնակարգը բացում են, կարդում են, կարդանալու դեպքում կարողանում են տողատակերը հասկանալ, բացթողումները հասկանալ։ Բնական է, որ հասարակ ժողովուրդը ես չեմ կարող սպասել դրանից, որ այդքան խորանա թեմայի մեջ, եւ ինչ որ իրեն հրավիրվում է, ընդունում է եւ դա դառնում է միտք եւ սկսում է հասարակության մեջ տարածվել։ Հետո կարևոր է իմ համոզմամբ այս ստերին, այդ կեղծիքներին հնարավորինս պատասխանել, քննարկել։ Ես փորձում եմ իմ լսարանի չափի մա, եթե սա ծաղրում էին, դա մի քանի օկոմ դուք մեզ խոսում եք, խնդիր չկա, այն լսարանը փոքր է, 800 հատ, 900 հատ, 1000 հատ, բայց այդպես 1000 հոգին էլ եթե լսեն, հասկանան ինձ, իրենք ունեն իրենց լսարանը, նրանք ունեն իրենց լսարանը, եւ այդպես հուսով եմ որ կտարածվի, հենց այնքան որ ամեն դեպքում մի տեղից ինչ-որ ձայն հնչում է, խոսք գնում է, պատասխանում են։ Խնդրում օրինակ լայվերից մեկի մեջ այդ հարցազրույցների ժամանակ ասում է ընդդիմադի դաշտից որևէ մեկը չեկավ ինձ պատասխանել եթե սա պատասխան չի սա ինչ է գիտեք հիմա ապաման պիտի պատգրավորները ձեզ պատասխանեն եթե պատգրավորների պատասխան եք ուզում Իշխան Սաղաթելյանը մի քանի անգամ պատասխանել է Քրիստինե Վարդանյանը թերթ-կերտերների հետ հարցազրույցում պատասխանել է մասա բացատրելա շատ լավ բացատրություններ կարող են գնալ լայվերը լսել զարմանում դուք հավանա չեք լսել կամ չեք ցանկանում լսել
դա ձեր խնդիրն է, բայց ամեն դեպքում այդ պատասխանները կան եւ ուրեմն հնչում են։ Ես ասած որոշ բաներ եմ գրել, պիտի փորձեմ մի քիչ գտնել գրածներից միջից մակներեք այդ անկած ինչ-որ տարածություն էլ ընկավ կամ մտքեր ես մեկում եղավ, ամեն դեպքում խնդրում եմ ձեր բարոշամիջները եւ փորձենք գնալ առաջ։ Ուրեմն որոշել եմ բացատրել այդ հարցի մասին։ Որոշ թեմա, որի մասին շատ է խոսում վերջի օրերի կամ վերջի հարցազրույցների ես լսել եմ այդ գաղազարանի, դրանց մասին ինքը խոսում է։ Ստերը որ տարածվում են, որ գիտեք, որ գործընթացների կապակցությամբ, ընդհանրապես որտեղից է գալիս այս խնդիրը։ Ես շեշտում եմ, չեմ ուզում մտնել տեխնիկական կամ թեմատիկ քննարկումների մեջ, եթե հետաքրքիր է ձեզ, կարող եք իմ նախանցած վերջին նախկին լայվը լսել, այնտեղ մանրամասը բացատրվել է։ Բայց մի շատ կարևոր խնդիրներ կա, որոնց ես կարծում եմ պետք է պատասխանվի։ Ինչ ես օրինակ բանավեճի ժամանակ նման հարցում պետք է տայի Էդգար Ղազարյանին, որ գիտեք տարբերությունը որն է իմը եւ իր մոտեցումների։ Իր մոտեցումների տարբերությունն է նա, որ ինքը սկսում է միայն հիմք ընդունում падգամավորների գործընթացի սկսվելը։ Այսինքն ասում գործընթացը որ սկսվի արդյունքի կանգնի եւ այդպես ժողովրդին այդ հարցում փորձում են համոզել։ Բայց ես ինչ եմ ասում, իմ ասածը հետևյալն է, որ այս impeachment-ի գործընթացը միայն մեկ կողմ չունի, այսինքն միայն падգամավորների, ընդդիմադիր падգամավորների կողմը չի, այլ նաև ունի երկու այլ կողմ է։ Սա նույն այդ միակողմանի տանգոն է, որ Նիկոլը ցանկանում է ապարել։ Հիմա ես այստեղ վերնագրի մեջ գնում ինչով են սրանք նման են Նիկոլին, հենց այստեղ էլ են նման Նիկոլին։ Նիկոլը ինչ է անում։ Խաղաղության օրինակ համաձայնագրի դեպքում դուք իրեն ասում եք, որ այս խաղաղության համաձայնագրի օրինակ են բերում, որպեսզի հասկանաք ինչ են ուզում ասել։ Նիկոլը օրինակ ասում է ինչ, ասում է, որ խաղաղության համաձայնագրը ես բերում եմ, այդտեղ բանից խաղաղություն կբերի, սպառնալիքները կվերացվի, պետք է գնանք այդ խաղաղության համաձայնագրին։ Ամեն անգամ երբ դու իրեն հարց ես տալիս, ասում ես, լավ ընկեր ջան, այս խաղաղության համաձայնագրը խաղաղություն չի բերելու, այս պատճառներով լինելու է սպառնալիք, ընդհակառակը պատերազմ է բերելու։ Իսկ մեր ինչպես է պատասխանում Նիկոլ Փաշինյանը հնչեցված քննադատություններին, ասում է, որ դուք ռևանշիստներ եք, դուք պատերազմ եք ուզում բերեք, տրամաբանորեն չի հերքում, չի պատասխանում, որ որտեղ է ինքը ճիշտ ասում, մյուսները սխալ ասում։ Հիմա այս մեր impeachment-ի դեպքում ինչ են անում, եթե դուք իրենց արդարացի մերժում եք, ասում եք, որ դուք սխալվես ընկեր ջան, impeachment այդքան հեշտ գործընթաց չի, արդյունքի չի հասնելու, ընդհակառակը կարող է վտանգներ բերել մեզ, ինչու են մեզ մեղադրում, ասում են, որ դուք գիտեք, դուք Նիկոլին վստահում եք, Նիկոլին պահում եք իշխանության, դուք զարզախոսներ եք, նմանությունը տեսնում եք, չէ՞, ինչպես Նիկոլը այնպես է պատասխանում ընդդիմությանը, այս մարդիկ էլ այսպես են պատասխանում մեզ։ Իսկ երբ Նիկոլին ինչ ասում, ասում է, որ ես գիտեք մտածում ենք գրանք միակողմանի այդ համաձայնագիրը ստորագրենք, մեկ է գործ, մենք խաղաղության համաձայնագիրը ստորագրենք, դե հետո ինչ կլինի, կարևոր չի։ Impeachment-ից ինչ են ասում, ասում են դուք հլա գործողությունը սկսեք, դուք հլա տակը մի հատ ստորագրեք, հետո տեսեք ինչ կերնի, չէ լավ չի ելը, հիմա ինչ հարպալը։ Նմանությունը նույնն է, չէ՞, տեսնեք նմանությունը որքան է աշխատանքային ոչինը։ Նիկոլն ասում է գնանք միակողմանի տանգո պարենք, ես կստորագրեմ խաղաղության համաձայնագրի տակ, impeachment-ից ասում դուք գնացեք հլա մի հատ տակը ստորագրությունը ձերը դրեք, հետո կսկսենք։ Բայց որից է մեկը չի ասում, որ դու այդ միակողմանի համաձայնագրի ստորագրելով ինչ ես ուզում հասնել կամ այդ ինչպիսի վտանգներ կարող է ունենալ։ Նույնն է այդ impeachment-ի գործընթացի կապակցությամբ, որ միակողմանի ստորագրություն դնելու որտեղ ենք հասնելու, եթե այն է կողմում, ասենք ընդդիմադիր այդ 18 պատգամավորները չեն գալու ստորագրեն, եթե Նիկոլը կանխելու աթույլ չի տալու, որ այդ impeachment-ը լինի։ Լավ է 36 կամ 35 կամ 34 հատ ընդդիմադիր պատգամավորների ստորագրությունը ինչ արժեք ունի, որ հլա գնացեք սկսեք, հələ մի հատ սկսեք, տեսեք գան կմիանան, չէ չեն միանա։ Երբ որ ես ասեմ այս մարդիկ ավելի շատ իրենք են Նիկոլի ոճով աշխատում, այդ մանիպուլյացիաներով թեման, ստերո կեղծիքներ տարածելով, ժողովրդի միտքը պղտորելով, հենց այստեղ է։ Հենց այդպես որ ժողովուրդը Նիկոլը ժողովրդին փորձում է շեղեր ապակողմնորոշել, ասելով որ իմ մտածողությանը դեմ գնացողները ռևանշիստներ են, այս մարդիկը նույնն են անում, ասում են ով որ ես ասում եմ impeachment, ով որ դեմ գնաց impeachment-ին, ուրեմն ինքը Նիկոլի կողմնակից է, ուրեմն ինքը ուզում է Նիկոլը մնա իշխանության, ուրեմն իրենք Նիկոլին վստահում են, եթե անվստահություն չես ձեռնարկում, ուրեմն վստահում ես,
Ընդհակառակը, ես ասում եմ, եթե անվստահություն գործընթաց ձեռնարկեցի առանց հետևանքների մասին մտածելու եւ արդյունքի չհասնելու, այդ դեպքում ես դու վստահություն տալու Նիկոլին։ Այս գործընթացի կապակցությամբ։ Ուրեմն, Էդգար Ղազարյանը որտեղ է սխալվում, ես հարց ունեմ հետեւյալ հարց իրեն տամ, որ Սերժի ժողովուրդ ջան, դուք ընդհանրապես Նիկոլի գործոնը այս ամբողջի մեջ հանում եք դուրս միտումնավոր կերպով։ Եվ ամբողջ խնդիրը այստեղ է, հաջորդ անգամ Սերժի լրագրողները, երբ Էդգար Ղազարյանը եկավ ձեր մոտ նստեց հարցազրույցի իմպիչմենտի մասին խոսելու, իրեն Նիկոլի մասին հարցրեք։ Ասեք ինքը ինչ պատկերացում ունի իմպիչմենտի գործընթացը սկսելուց հետո Նիկոլի քայլերի մասին։ Մի քիչ դրա մասին ինքը դու հարցեք իրան թողեք խոսա։ Իմպիչմենտի գործընթացի մասին լավ, հասկացան։ 34 հատ պատգամավորներ ստորագրություն գտնել 36 հատ։ Հիմա պատկերացրեք այդ 18 պատգամավորներն եկան միացան։ Նիկոլը այդտեղ ինչ անելու։ Նիկոլին ընդհանրապես մոռանում եք այդ մեջտեղում։ Ո՞վ է մոռանում Նիկոլին, Էդգար Ղազարյանը, ով ինչու ընտրությունների տարբերակը ընդհանրապես հանում իր տարբերակներից իշխանափոխության, որտեղ ասում են այդտեղ Նիկոլն է մյուս կողմում, եթե Նիկոլի հետ գնանք ընտրությունների, Նիկոլ ընտրություններ կկեղծի, օրենք կկեղծի, սահմանադրությունը կխախտի, թքածունի ժողովրդավարության վրա, օրենքի վրա, բարոյականության վրա, եւ ճիշտ ասում, Այս այդպես է Նիկոլը նույն բանը ընտրությունների դեպքում անպայման կանի։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը ընտրությունների դեպքում այդ կանի, ինչու իմպիչմենտի դեպքում չի անի։ Այդ հարցը տվեք մի անգամ խնդրում եմ Էդգար, ես ուզում եմ բանավեճի ժամանակ այս հարցին եմ տայի, ասի Էդգար Ղազարյան ջան, մի հատ ինձ բացատրի, որ այդ Նիկոլը որ ընտրությունները կկեղծի, այդ Նիկոլը որ ընտրությունները կխախտի, այդ Նիկոլը որ Վահագն Բովակիմյանին դոլա կենտրոնական մտական հանձնաժողովի նախագահ որպեսզի գործընթացների օգտին տանի լավ, այս մեկողնում են Անեն Սիմոնյանին ունի ազգային ժողովի նախագահ, այդ մյուսներին ունի որպես փոխնախագահ, այդ ունի ես չգիտեմ ունի 80 քանի պատգամավորներ նստած այդ աթոռների վրա։ Ինչ եք պատկերացնում։ Նիկոլը ինչ կանի։ Մի հատ բացատրեք, ես չեմ ասում, ես գիտեմ Նիկոլը ինչ կանի, բայց դուք իրեն հարցնեք Սերժի լրագրողներ, Արթուր Հայրապետյան, Աղոս Սուքասյան, Հրեստի Ջեպեջյանը այսօր հարցազրույցեր կարել, մյուսները անունները չտամ, գիտեք Սերժի լրագրողներ, դուք իրեն կանչում եք, բայց այս հարցերը որ պետք է իրեն տակ չեք տալիս, այդ հարցերը տվեք իրեն, թողեք պատասխանի, կարող է ես սխալվում եմ, կարող է այդպեսի Նիկոլի ձեռքը ոտքերը Էդգար Ղազարյանը կփակի, կգցի ոչխարի նման ազգային ժողովի աթոռի վրա, այնն այնտեղ կնոսի լացակոված կնայի, թե դուք իրեն եք իմպիչմենտի ենթարկում։ Սա խոսում եք նույն Նիկոլ Փաշինյանի մասին, ուրիշ Նիկոլ Փաշինյան չի, նույնն է։ Ինձ հարց են տալիս մի քանի անգամ Սերին Եվրոպայից մեկ հարցակվել լավ, ձեր տարբերակը որն է։ Իմ տարբերակը բոլոր տարբերակներն են իշխանափոխության։ Բոլոր տարբերակներին ես հավասարապես հավատացած եմ։ Երբ Էդգար Ղազարյանին հարց եք տալիս իշխանափոխության տարբերակների մասին, 4 տարբերակ են ընդհանրապես ներկայացնում։ Ասում են, Նիկոլի բնական մահը, որ մենք չենք կարող կառավարել, մեզի կապ չունի, իրավապահ մարմինների գործողություն, դատախազ դեստեմիալ կամ իրեն ձերբակալեն տանեն, դրա վրա մենք վերահսկողություն չունենք, հավանականությունը 0 է, հրաժարական է ներկայացնում որպես 7-րդ տարբերակ, որ դա էլ Նիկոլից է կախված, մեզանից կախված չի, դա էլ հավանականությունը գրեթե 0 է, որպես 4-րդ եւ վերջին տարբերակ ինքը ներկայացնում է իմպիչմենտը, որ ասում է սահմանադրական իրավական գործընթացը, օրենքով ընդդիմության պարտականությունը կարող են անել եւ չեն անում։ Ճիշտ ասում։ Բայց մենք դիտեն հարց տվել եք, ընկեր ջան, բայց 5-րդ տարբերակի մասին ինչու չես խոսում։ Ընտրությունների մասին ինչու չես խոսում։ Ինչու ես ընտրություններ ընդհանրապես հանում քո տարբերակներից։ Հենց այնքան որ սահմանադրությունը խոսել է իմպիչմենտի մասին, որպես իշխանափոխության տարբերակ, նույն սահմանադրությունը խոսել է նաև ընտրությունների մասին, լավ է, վատի մասին չեն խոսում։ Լավ, որպես տարբերակ են խոսում։ Տարբերակներից մեկը, որ սահմանադրության մեջ կա, որպես իշխանափոխության տարբերակ, դա իմպիչմենտն է, այո։ 4 կետն է սահմանադրության մեջ նշվել։ Բայց գնացեք նայեք նույն սահմանադրության մեջ ընտրությունների մասին, ընտրություններով իշխանություն փոխելու, նոր կառավարություն ձևավորելու մասին քանի հոդվածներ կան։ Ինչու չեք խոսում ընտրությունների մասին։ Սերի լրագրողներ հասցնեք իրեն, որ 5-րդ տարբերակը դու ինչու ես ընդհանրապես հանում քո տարբերակներից։ Ինչու չես գնում։ Վաղն է, տարի վերջում մի հատ էլ դրա մասին հիշատակեք։ Որտեղ եթե հիշատակեք, այդտեղ նույն Նիկոլն է գալիս մեջտեղ, չէ՞, որտեղ նույն Նիկոլի գործոնն է, նույն Նիկոլն է, որ ընտրությունների ժամանակ է դու քեզ հարց կտան, կասեն լավ, նույն Նիկոլը, որ ընտրություններ է կեղծում, նույն Նիկոլին է դուք ուզում եք իմպիչմենտ անեք։ Ինչու եք հավատացած, այնտեղ լուրը ոչ նստելու, թույլ տալու դուք իմպիչմենտ անեք իրեն։ Իսկ ընտրություններում ընտրություն է խախտելու։ Ես ինչ եմ ասում, ես ասում եմ բոլոր գործընթացները հավասարապես պետք է նկատի ունենան։
Սկսած այն բնական մահից, որ ես կտանեմ վեճի տարբերակը կդնեմ, այն իրավապահների գործողությունները, որ ես կտանեմ վեճը կդնեմ, ես չգիտեմ մի հրաժարական, որ շատ վեճ չեմ դնում, գուցե մեջտեղները պահեն, որտեղ դա էլ հնարավոր տարբերակներից մեկն է, բայց ես միևնույն ժամանակ իմ տարբերակների մեջ պահում եմ ընտրությունների տարբերակը, եւ պահում եմ դրանք կողքին իմպիչմենտի տարբերակը։ Եվ եթե ինձ հարցնեիք, ես կասեի ընտրություններով Նիկոլին փոխելը շատ ավելի հեշտ է, քան թե իմպիչմենտով փոխելը, որտեղ իմպիչմենտով փոխելու հետ ժամանակ դուք գործ ունեք ուղղակի նիկոլական պատգամավորների հետ, գործ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ, որը կարող է ընդհանրապես սկզբից այդ գործընթացը կասեցնել, բայց ընտրությունների դեպքում ինչքան էլ որ Նիկոլ օրենքներ խախտի, այնուամենայնիվ իրավական առումով, օրենսդրական առումով իր ձեռք ու ոտքերը բասանփակված են։ Եթե իմպիչմենտի գործողության վրա ոչ մի արտաքին վերահսկողություն չի կարող լինել, մոնիտորինգ չի կարող լինել, ընտրությունների գործընթացի վրա մոնիտորինգ կա, դրսից վերահսկողություն կա, ամեն դեպքում ինքը պարտավոր է մնալ իր չափի ու սահմանների մեջ։ Բայց իմպիչմենտի դեպքում ես նախորդ լայվի ժամանակ ասել եմ, նույնիսկ օրինական ձևերով ինքը կարող է իմպիչմենտը կանխի։ Ամենահեշտ միջոցը ես ասել եմ քվորում չի ապահովի ազգային ժողովի նիստի համար։ Ո՞նց է քվորում ապահովելու։ Պատգամավորները չեն գա, նիստ չի լինի, քվորում չի լինի, 50 ժամ անց սահմանադրությամբ, 72 ժամ անց ազգային ժողովի կանոնակարգով, եթե քվարկություն չեղավ, նույն ազգային ժողովի կանոնակարգի 9-րդ 10-րդ հոդվածով ընդհանրապես նախաձեռնությունը հանվում է օրակարգից, 10 անգամ որ դրեք, 10 անգամ քվարկության քվորում չի ապահովի նիստի համար, օրակարգից դուրս կգա։ Հիմա դուք գնացեք անընդհատ ձեր ստորագրությունը դրեք, պատգամավորներին պարտադրեք ինձ ստորագրությունը դնեն այդ թղթի տակ։ Արդյունք չի տալու, որտեղ Նիկոլ քվորում չի ապահովի դուրս կգա։ Բայց ընտրությունների դեպքում այդպես չի։ Ընտրությունները եթե մտան գործընթաց մեջ, ինքն է մտնում գործընթաց մեջ, ամեն դեպքում, բայց սա չի նշանակում, որ ընտրությունները լավ տարբերակ են։ Հիմա սխալ չհասկացվի, ասում ես դու ընտրություն ես կողում։ Ես ասում եմ, բոլոր տարբերակները հավասարապես պետք է նկատի առնել։ Եվ դրանց զուգահեռ փողոցային ճնշման խնդիրն է դրված։ Մինչև չլինի փողոցային հսկայական ճնշում, այդ գործընթացներից որևէ արդյունք չի տալու։ Ընտրությունների դեպքում դուք այդ փողոցային ճնշման գործընթացին կարիք չունեք, որովհետև վերջնաշրջանը մտակ գործընթացի մեջ, մտել է գործընթացի մեջ, բայց հրաժարականի եւ իմպիչմենտի դեպքում պետք ունեք այդ գործընթացին։ Նիկոլ ինչ ասում, Էդգար Ղազարյանն ինչ ասում, վերջին հարցազրույցի ժամանակ Արթուր Հայրապետյանի հետ մեդիա հաբի հետ էր տվել։ Ասում են 2018 թվականին Նիկոլ ինչ արեց։ Եկավ իշխանապողություն արեց, գնաց ազգային ժողով քվեր ստացավ այնտեղ ազգային ժողովից։ Արո Բողոյանն հանրապետականներ էին, եթե սկզբից մտածել հանրապետականները ձայն չէին տալու, ուրեմն չէ այդ գործընթացը սկզբից չէ սկսի։ Ինչ եմ ուզում մտնել վարկածների մեր վերջի շրջանում խոսում, ես պարզ հենց այդ իշխանապողության տարբերակով մենք առաջնորդվենք։ Ընդհանրապես Էդգար Ղազարյանի բերած օրինակը հաստատում է հենց այն, ինչ որ ընդդիմադիր պատգամավորներն են ասում։ Ինքը օրինակ է բերում, որ այդ օրինակը ավելի շատ հենց իր դեմ է գործում։ Ընդդիմադիր պատգամավորները ինչ են ասում ազգային ժողովում։ Ասում են փողոցային ճնշում թող լինի, այդ փողոցային ճնշումից հետո 1000 ու մի գործ կարելի անել Նիկոլին հեռացնելու համար։ Չի կարելի գործընթաց սկսել, նոր հետո սպասել փողոցային ճնշմանը։ Հիմա պատկերացրեք 2018 թվականին Նիկոլը հետ ապրիլի 17-ին մտնել վեր, ասել չէ Սարգսյանը հրաժարական չէր տվել, Գյումրուց չէր քայլել, Նիկոլը չէր քայլել, փողոցում ժողովուրդ չէր գներասել, ժողովուրդը փողոց դուրս չէր եկել, միանգամից մտնել ազգային ժողով, երբ դաշինքը իրեն վարչապետի թեկնածու առաջադրել։ Քանի պատգամավոր իրեն քվարկել այդ ազգային ժողովում։ Քանի պատգամավոր հենց հանրապետականներից, մյուս խմբակցություններից, որտեղ Բարգավաճ Հայաստան դաշնակցությունը քվարկեին Նիկոլին։ Ես կարծեմ որ 7-8 պատգամավորներն են դժվարությամբ իրեն պատգամավորային քվարկեին երկդաշինքի։ Բայց ինչ արեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին։ Առաջ փողոցը գեներացեց, նույն ասում եմ տարբերակով առաջնորդվենք, որ բոլորս տեսնում ենք։ Այդ վարկածների մեջ չեմ մտնում տարբեր տեսակետների։ Իշխանությունը ով հազվեց, ով բերեց, ինչ արեց, դրա ես գործ չունեմ։ Հենց այն ինչ որ տեղի ունեցել նկատի առնենք։ Բերեց ժողովրդին փողոցում գեներացրեց, մի քանի օր պահեց ժողովրդում, երկիր պարալիզացրեց, փողոցները փակեց, ես չգիտեմ, տարբեր տեղերի աշխատանքը սկսեց խանգարել, գնաց ռադիոտան դուրս ջարդեց, ինչ էր արել, բոլորս ինչ-որ ինչ էր արել։ Երբ այդ ամբողջ գործընթացը հասավ իր գագաթնակետին, նոր գնաց մտավ ազգային ժողով, որ դեպքում բնական ժողովուրդը մեկը չէր կարող իրեն դեմ քվարկել։ Երբ պարտավորած իրեն քվարկեցին։ Բայց հիմա ձեր ասած ինչ ասում, դե եկեք առաջ մտնենք մի հատ ազգային ժողով, հետո դե փողոցներ կգան, չեկա ով անելու։ Ինչ եք պատասխան տալու։ Ես մեր ընդդիմադիր պատգամավորների մի առաջարկ ունեմ սերի պատգամավորներին, որտեղ շուտով այս մարդիկ ձեզ դիմելու են նամակներով,
Եվ ինչպես որ իրենք են ասելու հրապարակավ հետո հայտարարում են, որ այսինչ մարդիկ Նիկոլին հանցակից են, քանի որ Նիկոլին անվստահություն չեն հայտնում, գործընթաց չեն սկսում։ Գործընթաց չսկսելը հավասարեցնում են Նիկոլին հանցակից լինելու, մեղսակից լինելու մեջ եւ սկսելու են ձեր խոսքային աշխատանք տանել։ Եվ ես նպատակը հենց ասես սրա մասին եմ հիմա այդ ժամի ղավ կխոսեմ վերջում ինչ նպատակ են հետապնդում, կամաց փակագծերը իհարկե բացվում է։ Դուք ինչ ասեք իրենց, ես անկեղծ համեստաբար որպես փոքր եղբայր խորհուրդ եմ տալիս, այդ մարդիկ որ դրեցին ձեզ նամակով, դուք փոխադարձ նամակ իրենցից պահանջեք։ Ասեք այս մարդիկ նամակ գրեն, արթուն ենք, զարթուն ենք, քնած ենք, ես ճիշտ եմ այդ շարժումը, ովքեր որ կան։ Նամակ գրեն իրեն, գրավոր ձեզ թուղթ տան, որ 18 պատգամավորներ իրենք կգան ԿՊ-ից տակը կստորագրեն։ Եվ իրենք տակը ստորագրեն այդ երաշխավորան, եւ պարտավորություն են վերցնում իրենց վրա։ Խոսք են տալիս ժողովրդի դիմաց, մենք մի քանի 3 միլիոն հայ ժողովրդի դիմաց, Հայաստանի եւ Սփյուռքի դիմաց, որ եթե խորհրդանի պատգամավորները գործընթաց սկսեցին, իրենք կգնան այդ 18 պատգամավորների մինչև վերջի վարկյանը որ քվարկում են, կպահեն, կբերեն կմիացնեն այս գործընթացին։ Իսկ եթե չկարողացան այդ 18 պատգամավորներից բերել, իրենք են պատասխանատվությունը ստանձնում ժողովրդի դիմաց, իրենք են գնալու կանոնավոր ժողովրդի դատարանի դիմաց այդ գործընթացը ձախողեցնելու համար։ Որպես հետո չկսեն ժողովրդի գրպանը։ Երկրորդ թուղթը պետք է առնեք իրենցից։ Թուղթ արեք, որ դուք ազգային ժողովում եթե այդ 34 պատգամավորները ստորագրեցիք այդ նախաձեռնության տակ եւ նախաձեռնությունը սկսվեց, փողոց իրենք գեներացնում են։ Առնվազն մի 100,000 չեմ ասում 50,000 մարդ իրենք հաջորդ օրը բերում են կանգնացնում են փողոցում, մեկ շաբաթ այդ մարդկանց պահում են ազգային ժողովի դռանը։ Թուղթ արեք իրենցից գրավոր, ասեք եկեք արթուն եք, ինչ է շարժում եք, տակը ստորագրեք, պարտավորություն ստանձնեք, կարող եք այդ գեներացնեք թե չէ։ Գործընթացը դուք հանձնար եք, վերցեք ձեր պատասխանատվությունը։ Ես ես հաստատ եմ ասում նրանցից մեկը չի պատասխանատվությունը իրավերցնի, որտեղ գիտի այդ գործընթացը այդքան հեշտ ձևավորվող մի բան չի։ Վերջում նպատակիչը Քրիստոնյա Վարդանյանը շատ ճիշտ էր ասում, անելու են, ձախողելու է, ես ասում եմ, չէի կարող չսկսեիք արդյունավետ գործընթաց, չէի կարող չսկսեիք սկզբից, սկսելու են ընդդիմության գրպանը։ Խոսացել եմ մի քանի այս մարդկանց ստերի մասին նաև խոսել այստեղ, այս լայվի ընթացքում։ Վերջինից սկսեմ խոսել, սա հետաքրքիր է, ես չեմ ասել հարցազրույց ամբողջությամբ լսել, նոր ուզում եմ մտնել լայն նկատեցի, որ Էդգար Ղազարյանը այսօր մի հատ հարցազրույց ապրել հարգելի Հերոսինե ուրեմն Ջեբեջյանին, այնտեղ ինչ ասում, խորագելի հետևյալն է հարցազրույցի, որ եթե Ղազարյանի նման մի ոչխար 3 հոգու արդեն ԿՊ-ից քանդել է բերել, դու պատկերացրեք, եթե Նիկոլի հարցը դնենք ինչ տեղի կունենա։ Գիտեք, ժամանակ այս մարդիկ այսպիսի մտքեր են արտահայտում։ Այսինքն դուք ոչխարների վրա հույս դնելով եք ուզում իշխանափոխություն անել։ Ժողովուրդ ինքներդ մտածեք, այս մարդկանց վրա եք ուզում հույս կապեք, մարդկանց հետ եք ուզում հույս կապեք։ Իսկ այս մարդիկ իրենց հույսը կապել են մի շարք ոչխարների հետ։ Ոչխարի հատկությունը ինչ է։ Այսօր դուք ասում եք այս կոմբազի, գնում է այս կոմավազու, վաղը ինչ ասել այս կոմբազի, բրազի այս մեկումից։ Ու բերում են Ղազարյան հովոյի, իրենց ամբողջ հույսը Ղազարյան հովոն է իրենց օրինակ, որ տեսին 3 պատգամավոր բերեց, քանդեց բերեց։ Նույն այդ Ղազարյան հովոն, որին դուք հիմա օրինակ եք բերում որպես ոչխար, որ իրապես այդպեսին, հա։ Վաղը եթե Նիկոլես գիշերին մեր այսպես տեքստ անի ասում Ղազարյան հովո, դրա վրա արի քննական գործերը կողրայից կփակենք, կվերցնենք։ Հիպոթեկ տանի վրա։ Բայց էլ իմ դեմ չես խոսում։ Կապս ինչ անելու Ղազարյան հովոն, այդ ոչխարը։ Ինչ են անելու այդ ոչխարները։ Վաղուց դառնալու են նախկին Նիկոլիներ, Նիկոլես անգամ Հիսուսից էլ ավելի բարձր դառնալու իր համար։ Ու դուք այդ ոչխարների վրա հույս կապելով եք ուզում իշխանափոխություն անեք, հավատացած եք, որ այս մարդիկ ձեզ մի հատ խոստում կտան, մինչև վերջ իրենց խոստման վրա կմնան։ Ես այստեղ որ ասում եմ, եկեք գրավոր խոստ տվեք, որ այդ 18 պատգամավորներին որ կբերեք, որ դուք պետք է գնաք բերեք, մեր պատգամավորները հույս մի կապեք ընդդիմադիր, որտեղ հակառակ ձեր պատկերացմանը մարդիկ ընդհանրապես շփում չունեն այդ մարդկանց հետ, եւ շփումը խիստ գործնական շփում է։ Եթե կարող եք, գնացեք, խոսեք, ասում եք կարող ենք, խոստումները կտան կբերենք, բերեք, գրավոր թուղթ տրեք, որ մինչև վերջ այդ մարդիկ կմնան ձեր ոչխարները։ Եթե պատրաստ եք այդպիսի թուղթ տալ, ես խորհուրդ կտամ մեր պատգամավորներին սկսեն գործընթացը։ Բայց ես վստահ եմ, որ դուք այդպիսի խոսք չեք տա, թուղթ չեք տա, որտեղ ինչպես դուք եք ասում, այդ մարդիկ ոչխար են։ Ու ոչխարը ցանկացած պահի կարող է ամեն կողմից թեքվել։ Ու գոնե ես կներեք ոչխարի վրա հույս կապելով, որ ես ուղղությամբ չեմ գնա։ Եթե դուք ուզում եք գնալ այդ ոչխարների հետևից, ձեր իմանալիքն է, բայց չեմ կարծում իրեն ոնց մարդու տեղ դնող
Իչիքն խորհրդանի պատգամավորներ, ովքեր լուրջ պատասխանատվություն ունեն ժողովրդի դիմաց։ Այդտեղից սկսեք գնացեք մինչև վերև Ռոբերտ Քոչարյան կամ Սիստեմ խմբակցությունների ղեկավարներ պատրաստ կլինեն ունեն մի շարք ոչխարների վրա հույս կապելով այսպես կոմունեն։ Եթե դուք ուզում եք հույս կապել, արդեն ձեր խնդիրն է, կարող եք շարունակել հենց այս ոճով շարունակել այդ ոչխարների վրա հույս կապելով ժողովրդին ապակողմնորոշեք, ձեր տեսակետները տարածեք ժողովրդի մոտ։ Մի բան շատ էլ էս մարդիկ խոսում են ուրեմն 2022 թվականի ուրեմն սեպտեմբերի 14-ի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի գիշերն էր, որ եթե հիշեք, այդպիսի մի հատ հավաք կազմակերպվեց ազգային ժողովի դրանը, եւ այդտեղ իբրև գործողություն սկսել դիմադրի պատգամավորներ գնացին մտան ազգային ժողովից ներս եւ ուրեմն փորձում գործողություն սկսել չեղավ։ Եվ հիմա այս մարդիկ մեղադրում են, որ տեսեք այդ օրը հնարավոր էր դուք ժողովրդին տուն ուղարկեցիք եւ չեղավ։ Դե չի արտադրության ժամանակ այդ աղաջանը մեն բան անում, Արամ Վարդևանյանն է մեղադրում, բերել մի հատ թուղթեր ցույց տալիս ստորագրություններ կային այդտեղ, բայց ոչ մի նախաձեռնություն էլ չի եղել։ Ես մի վայրկյան ես կարծում եմ կարողանամ այստեղ միացնել ուրեմն այդ հարցազրույցը, դուք նախ այդ աղաջանի խոսքերը լսեք, ես հետո կփորձեմ հենց ուղղակի հնարավորության դեպքում իրեն այդպես ասած ավելի կարծում եմ ճիշտ կլինի այդպես պատասխանել, ավելի լավ կստացվի։ Կարծում եմ 17 րոպեից էր։ Եվ որևէ մեկի կողմից չկազմակերպված մարդիկ ինքնաբուխ հավաքվեցին ազգային ժողովի շենքի դիմաց սեպտեմբերի 15-ին։ Այնտեղ եթե հիշում եք, եկան նաև ազգային ժողովի պատգամավորներ, երկու խմբակ, կարծես թե բոլորը ամբողջ կազմում։ Եվ այդ ժամանակ առաջարկություն ունեցել, շատերը այդ ժամանակ հիշում են ինձ, Կարին Տոնոյանին, ասում են Էդգար Ղազյանը ելույթ ունեցավ, Կարին Տոնոյանը ասեց, ոչ մեկ չի ուզում հիշի, որ այդ նույն օրը այդ հարտակից ելույթ ա ունեցել Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, Դիմադրության շարժման համակարգող Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Նազարյանը, Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ելույթներ են ունեցել։ Հետո ինչ են արել, ասեցին մենք գնում ենք ազգային ժողովի շենք, որպեսզի սկսենք անվստահություն հայտնելու գործընթաց։ Ես հիշում եմ վարչապետի անուն պետք է իրան։ Այո, գնացին շենք, լույսերը վառում, բոլորիս աչքի առաջ գիշերով մոտ գործեցին ազգային ժողովի շենք եւ որոշ ժամ հետո հարթակ վերադարձավ կրկին Արամ Վարդևանյանը, ժամանակ Հայաստան խմբակցության պատգամավորը եւ հայտարարեց, որ իրենց սկսել են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ հայտարարեց, որ այն պատգամավորների անունները, ում ստորագրությունները արդեն դրված են։ Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական պահանջը վարչապետի տեխնացու էր։ Եվ ես ներքևից կանգնած հարցրեցի, իսկ ով է վարչապետի տեխնացուն։ Պարզվեց չկա վարչապետ, այսինքն իրենք անվստահության գործընթաց չեն սկսել։ Չգիտեմ ինչ թղթի տակ են ստորագրել, այդ թղթը չեմ տեսել, բայց որ վարչապետին անվստահության գործընթաց չեն սկսել, դա հաստատ է։ Բայց մարդկանց ասացի, որ սկսել են։ Այսքան ժողովուրդ են ծրելու միջոց էր դա։ Արդյոք մարդիկ, ասիկ, եթե մարդիկ բամանան փողոցում բայց ասում են մարդկաց ճամփեցին դու, բայց մարդիկ տնից են եկել, դու պիտի գնան։ Բայց պիտի հասկանան, եկել էին այդ նպատակով, չէ, վարչապետին հեռացնելու։ Դուք էլ որպես պատգամավոր ունեք այդ հնարավորությունը չեք օգտվել։ Դրանից հետո ես առիթ եղել եմ քննարկել, ասում են, չի ժամանակ։ Լավ, ինչ ասում, ապա բար դարձավ, ինչ էր ասում։ Իսկ իրականության մեջ ինչ այդ գիշեր տեղի ունեցավ։ Այդ գիշեր ժողովուրդը եկավ հավաքվեց ազգային ժողովի դիմաց, պատճառն հիշեցնեմ, դրա նախորդ օրը Ադրբեջանը հարձակվեց, թե նույն օրն էր, Ադրբեջանը հարձակվեց ջանուկի դեպքեր տեղի ունեցան, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, շուրջ 10 կիլոմետրով առաջացան մեր տարածքի մեջ, եկան այնտեղ հաստատվեցին, նոր տարածքներ գրավեցին, Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում այդ օրը լսումներ էին ինչ-որ եկշաբթի օր էր, եւ հայտարարեց, որ իրենք պատրաստվում են մի հատ թուղթ ստորագրել, որից հետո հնարավոր է որ իրեն դավաճան կոչեն։ Դրանից հետո ժողովրդային այդ ալիքը բարձրացավ, եկան կանգնեցին ազգային ժողովի դիմաց, եւ այդ ամեն ինչը տեղի ունեցավ դրանից հետո։ Դրանից առաջ եւ դրանից հետո Նիկոլը բազմաթիվ նմանատիպ ավելի ցավալի եւ խոցելի հայտարարություններ արել։ Թե ինչու միայն այդ հայտարարությունը այդ օրը ժողովուրդը այդպես բորբոքվեց դուրս եկավ, կարծում եմ մի քիչ եթե գնանք այդ օրերի դաշույնային հիշենք, այդ օրը ժողովրդին այդտեղ այդ մարդկանց հիմնականում կոչ արեց բերավ լսան այդտեղ դոգը։ Դու կբերանք լսած այդտեղ։
Եվ Ղազարյանն ասում է, որ իրեն չէին հրավիրել, չգիտեմ ում իրենք հրավիրել էին թե չէ, բայց այն մարդն է հրավիրել այդ հանրավակը, որ այդ լրատվամիջոցին, որի կես հարցազրույցը տվել է, վերջին օրերին Դոգին նախքան կանոնավորել է եթեր էր տրամադրել։ Ամենքն դա Դոգն է, եթե այդ օրը գնալ Դոգի այդ եթերը տողանը նայեք, կտեսնեք, որ երկու այդպես ասած ականջակալներով լսում ինչ-որ տեղից, ինչ-որ բաներ են իրեն փոխանցում, հետո ինքը լայվի վրա խոսում է, եւ նույն տեղից էլ չեն, մեկը սպիտակ է, մեկը սև է, պարզա որ 2-3 տեղից իրեն ինչ-որ բաներ է գալի, ովքեր են իրեն հրանգում, ովքեր են իրեն ուղղորդում ժողովրդին ինչ ասա, հիմա ինչ կազմակերպի, ինչ արա, ես չգիտեմ, հավանաբար մի օր ինքը Դոգը կխոսի այդ ամենի մասին, մի լավ դատարանի դիմաց, որ արդար կլինի, մենք այս ամբողջ այս պրոյեկտի մասին մի քիչ կբացատրենք։ Բայց այդ օրը հիմնականում ընդդիմությունը չէ, որ այդ հանրավակը կազմակերպել էր։ Ընդդիմադիր պատգամավորները եկան այդտեղ հավաքվեցին։ Սա իրականության ինչի մասն է խոսում, հենց այն բանի կրկին, որ ընդդիմադիրներն են խոսում, որ եթե փողոց գեներացի, իրենք կանգնած են այդ փողոցի կողքին։ Փողոցը գեներացվեց, ընդդիմադիրները եկան այդտեղ կանգնեցին։ Եվ քանի որ պահանջը կար իմպիչմենթի, փորձեցին գործընթացը այդպես ասած առաջին քայլերը վերցնել։ Սխալը այստեղ է, որ անգամ այդ օրվա ընթացքում հայտարարությունների մեջ չի հնչել, որ իրենք գործընթաց են սկսել, գործնական նախաձեռնություն են ստորագրել։ Ասում եմ, որ մի հատ թուղթի կտոր, այո, վերջում Արմեն Վարդանյանը բարձրանում է, ես երեք գնացել եմ նորից այդ տեսահագրություն այդ օրվանը նայել եմ շուրջ 7 ժամվա, փորձեցի հակառակ վերջին բաժինները նայել, բարձրանում մի հատ թուղթ ածտալի, այդտեղ հստակ ստորագրություններ կան, բայց բնականաբար դա նախաձեռնությունը չէ, որտեղ վարչապետ տեխնացու շատ հստակ չի կարող լինել։ Ինչու չի կարող լինել, որտեղ դու չես կարող վարչապետի տեխնացու մեկ գիշերվա համար ընտրես։ Այդ նախաձեռնությանը կցված պետք է փաստաթղթեր լինեն, հիմնավորումներ լինեն, ասիկ այդպես չի մի հատ անուն գրես 10-34 ստորագրություն տնես, ասես նախաձեռնությունը եւ ուղարկես ազգային ժողով։ Դա գործընթացը որ նախապես նախապատրաստի, չի կարելի միանգամից ժողովուրդ այդտեղ հավաքված լինի, հիմա ասես գնանք։ Արամ Վարդանյանը շատ հստակ այլ հայտարարությունների մեջ։ Ինչ ասում, ես ուղղակի այդ օրվա Արամ Վարդանյանի հայտարարությունը որ ժողովրդին արել է, եւ մյուսները մոտապես նույնն են ասել։ Մարդն ասում է, Փաշինյանի իմպիչմենթի պահանջով ընդդիմադիր խմբակցությունների ստորագրությունները կան։ Սա հայերենով շատ պարզ հայերենով նշանակում է, որ եթե պետք լինի անել, մենք մեր ստորագրությունները կան, այդ ստորագրությունները մենք խնդիր չունենք, շարունակությունը մնացած ստորագրություններն են, որ չկան։ Սա խոսքը ընդհանրապես նախաձեռնություն, այդպես տարածել ժողովրդին, որ հա գնացել են միայն նախաձեռնության տակ էին ստորագրել, որ վարչապետի տեխնացու չկա եւ անիմաստ է, սուտ է, այդպիսի բան չէ, ընդհանրապես նախաձեռնություն չի ստորագրված եղել, որ վարչապետի անունը լինել։ Խոսքը ստորագրություններ լինելու մասին է։ Ինչպես այն օրը 34 կամ 35, այնօր 35 ստորագրություններ, այսօր 34 կան, այսօր էլ այդ ստորագրությունները կան։ Այս պահին էլ այդ ստորագրությունները կան, բայց նախաձեռնությունը սկսելը ելևորեն այն գործընթացը, որի մասին արդեն բազմաթիվ անգամներ խոսել ենք։ Պետք է հիմնավորումները լինեն, նախապետի տեխնացուն լինի, որոշել ով է լինում, եւ այդ գործընթացը սկսել տանել ազգային ժողով։ Նոր հետո հույս ունենալ, որ 18 պատգամավորները կգան կմիանան։ Իդեպ այդ գիշերվա փորձը կարծեմ շատ լավ վառապացույցն է, որ այդ ԿՊԱ-ականները վախից ոչ թե կգան կմիանան գործընթացին, այլ կերպան կփակչեն, միտեղ կփախկվեն, ինչպես որ այդ գիշեր արեցին։ 18 պատգամավորների կամ պատգամավորների հասցեները Կարեն Տոնոյանը այդտեղից հնչեցրեց, որ ժողովուրդը գնա Երևան դրան առաջ, այդպես ասում են բերման ենթարկեն, բերեն ստորագրեն։ Նախ դուք չեք կարող բերման ենթարկել պատգամավորին, դա օրենքով արգելված է, չեք կարող բռնանալ իր դեմ, չեք կարող իրեն պարտադեր առան հակառակ իր խղճին, որ գուցե լինի ԿՊԱ-ական կամ ոչ պատգամավոր, դա հակասահմանադրական քայլ է, ինչ-որ բան ստորագրի։ Պետք է իրեն համոզեք, որ ինքը համոզվի այդ բանը ստորագրի։ Բայց տեսնում ենք, որ ճիշտ հակառակ եթե ճիշտ ձևով աշխատանք չտարվի, հակառակ ընթացնա տալի, այդ օրվա այդ գործողությունը, որ այս մարդիկ կազմակերպել էին, ժողովրդի բերել նստել այդտեղ, ընդդիմությանը գնել մի փակ, այդպես ասած, պատահված փաստի դիմաց պարտադրել, որ ամեն գնալ գործընթաց անի, շատ պարզ արեցածից Էդգար Ղազարյանը կանչում է, որ նախաձեռնության վարչապետի տեխնացուով, մեկն էլ այդ ծակից ձայնը շատ հստակ է, վերադառնում հաստատ դու չես, այդ ամբողջն էլ կա այդտեղ կա, բացառապես որտեղից է ղեկավարվում, ինչ էին փորձում հասնել, կատարված փաստի առաջ դնելով ընդդիմությանը, որ ձախողեց։ Խոսում է ինչի մասին, խոսում է այն մասին, որ եթե այս գործընթացը կազմակերպված չլինի, մտածված չլինի, վերջում արդյունքը լինելու այն, որ այդ ԿՊԱ-ական պատգամավորները ոչ թե գալու են միանան քեզ, ոչ թե գալու են հոգուտ քեզ քվարկեն, այդ ընդհակառակը փախչելու են, եւ դու թափես իրեն չես գտնելու, միսը քրոյուն չի ունենալու,
Լինելու հենց այն ինչ որ ես ասեցի, 50 ժամ հետո նիստը քվեում չունեցավ, 72 ժամ հետո էլ քվարկություն չեղավ, հենց նույն ազգային ժողովի կանոնակարգի համաձայն նախագիծ նախաձեռնություն համարվում է չընդունված, Նիկոլը 6 ամսվա մնում է վարչապետ, դու չես կարող ոչինչ անես։ Ինչ բան որ շարունակ կրկնում են, որ դրա հիմա ինչ կպատահի, որ Նիկոլը հիմա էլ վարչապետ է, այնից հետո վարչապետ կլինի, հետո մի հատ սկսեք չաջողեց, որ բան չի պատահելու, Նիկոլը կմնա վարչապետ, հիմա էլ վարչապետ է։ Ոչ ընկերներ ջան, Նիկոլը չի մնա վարչապետ, Նիկոլը կմնա վարչապետ, որը երկրորդ անգամ վստահության ձայն հասկացել ազգային ժողովից։ Էդ է որ դուք ժողովրդին ճիշտ չեք բացատրում։ Հենց այն համակարգը, որ պարլամենտական է, մեր ազգային ժողովը համակարգը պարլամենտական է, դուք շատ ճիշտ եք ասում պարոն Ղազարյան, որ պարլամենտական համակարգի մեջ ազգային ժողովի պատգամավորները պետք է վերահսկողություն իրականացնեն, ունեն լիազորություն, ես ինչ գիտեմ իմպիչմենտի ենթարկելու չեն օգտվում, նույն պարլամենտական համակարգի տրամաբանությունը ասում է, որ եթե անվստահության գործընթաց ես սկսում վարչապետի նկատմամբ, իսկ արդյունքի չես հասցնում, դրա հակառակ իմաստը լինում է այն, որ դու վստահություն ես հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Արդեն դու քո քվեով ես վստահություն հայտնում, եթե գործընթաց չես սկսում, որովհետև մեկը քեզ չի կարող հակառակ այն բանի, որ դուք եք ասում, վստահությունը նրանում մեջ մեղադրել։ Դու վստահություն չունես Նիկոլ Փաշինյանին, բայց քանի որ գիտես գործընթացը արդյունքի չի հասնում, չես սկսում այդ գործընթացը։ Բայց եթե գործընթացը սկսեցիր, արդյունքի չհասավ եւ ազգային ժողովը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետության օգտին եւ դրան էլի վստահություն տվեց, դուք իրեն օժտում եք կրկին վստահությամբ։ Այս բաժինը բացատրեք, սերի պատթղթակիցներ, եթե այս անգամ իրեն հրավիրում եք պարլամենտարիզմի կամ խորհրդարանական համակարգի ձևաչափերով կամ տրամաբանությամբ, այս հարցն իրեն տվեք, որ երկրորդ անգամ եթե ազգային ժողովը վստահություն հայտում Նիկոլ Փաշինյանին, դա ինչպիսի իրավական հետևանքներ է ունենում։ Անկախ նրանից, որ Նիկոլը կմնա մնում է վարչապետ, այո, հիմա էլ մնում է վարչապետ, բայց մնում է վարչապետ, որին ազգային ժողովը երկրորդ անգամ վստահության ձայն է տվել։ Ասում է, այս հարցազրույցի ժամանակ որի ապահովում, որ ժողովուրդը մանդատ է տվել Նիկոլին, Իլդիմոչյանը, որ գնա Նիկոլին հեռացնելու։ Որից է մեկը Իլդիմոչյանը մանդատ չի տվել, որ Նիկոլին հեռացնեն։ Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետության, որից հետո գրված չի, որ ընդդիմադիր պատգամավորները մանդատ են վերցնում, մտնեն ազգային ժողով, որպեսզի ազգային ժողովում հեռացնեն հետո օրվա վարչապետին։ Այդպիսի բան չկա Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ պատգամավորների լիազորությունների մեջ։ Ընդդիմադիր պատգամավորը լիազորությունների սահմաններում բնականաբար պետք է պարտականություններ իրականացնի, փորձի իրեն ձայն տված հասարակության իրավունքները կամ ձայնը պաշտպանել այնտեղ, եւ եթե այսօր իշխանություն կան, բացահայտումներ անի իրավական գործընթացներով փոքրի կասեցնել, թույլ չտալ, որովհետեւ այդ գործընթացը տեղի ունենա, պայքար ծավալել, բայց միակ հնարավորությունը որ կա այո այդ իմպիչմենտն է, բայց իմպիչմենտը եթե չի արդյունքի հասնում, ուրիշ հնարավորություն չկա, բայց այդպես բառացիորեն գրված չի, որ դու պիտի գնաս Նիկոլին հեռացնես։ Այո, դուք ձայն եք տվել, որպեսզի Նիկոլը չլինի իշխանության, ձայն եք տվել ընդդիմության, որպեսզի ընդդիմության առաջնորդը ընտրվի եւ Նիկոլը չլինի իշխանության։ Բայց եթե այդ ընդդիմադիր պատգամավորները բավական ձայն չեն դրել իշխանություն լինելու համար, ստանձնել են ընդդիմադիր լինելու մանդատ, այլևս պարտավոր են ընդդիմադրության, ընդդիմադիր գործիչի լիազորությունների սահմաններում աշխատել։ Չեն աշխատել, աշխատել են մարդիկ, ինչ պետք է անեն, որ չեն արել։ Դա ասեք, բացի իմպիչմենտը, որ ասում են, մարդիկ դրանից էլ չեն հրաժարվում այս պահին, անգամներ ասել են, որ այդ օրակարգ կա, բայց նախապայմաններ պետք է լինեն։ Դուք ասեք առանց նախապայմանների գնացեք այսպես ոչխարի նման մի բան արեք, այդ մարդուն ասում են ոչխարներ չեն, որ գնանք այսպես մի բան անենք։ Մենք պատասխանատվություն ունենք ժողովրդի դիմաց, եթե քայլ ենք անում, պիտի վստահ լինենք, որ այդ քայլը արդյունքի է հասնելու։ Ասում է, գնացի SSB հարցազրույցի ժամանակ, գնացի սահմանադրական դատարանը բողոքեցի, հետո մանդատները չվերցնեին։ Ազգային ժողով չէր գումարվի։ Գիտեք, այս այնքան մաշված թեմա է, բայց քանի որ իրենք փորձում են վերադառնալ, լին բաներ թարմացնել, ես պարտավոր եմ վերադառնալ։ Քանի որ ազգային ժողովը դեռ չէ ձևավորվել, մանդատները եթե չվերցնեին այսօրվա ընդդիմությունը, այդ մանդատները կհանձնվեր օրենքով հաջորդ ուժերին, որոնք ձայն էին բերել։ Ընդհանրապես շեմ անցնելու կարիք չկա, հիշում եք, չէ՞, պատմությունն ընդհանրապես շեմը չէր անցել, բայց օրենքի ուժով եկավ ազգային ժողով ձևավորվեց։ Քանի որ ընդդիմությունը ընտրություն է եղել, իշխանական թևը արդեն կա, մեծամասնությունը կազմվել է գոյություն ունի,
Ազգային ժողովն էլ ընդդիմադիր պատգամավորներ կան, օրենքի ուժով հաջորդ ուժերը կանցնեն ազգային ժողովը, որովհետեւ չեմ սխալվում, Բարգավաճ Հայաստանն եւ Հանրապետությունը եւ մյուս մեկ բանո կուսակցությունները կանցնեին։ Թե հետո ինչ տեղի կունենա, արդեն կարծում եմ ձեզ համար բոլորիդ համար պարզ է, ինչպեսի գտանային ընդդիմություն կձևավորվեր։ Այդտեղ էլ եմ ժողովուրդ ջան ձեզի խափում, որ շարունակաբար այսքան քանի 4 տարի խափել են, որ մանդատ չվերցնեն ազգային ժողով չէ ձևավորվի, ազգային ժողով կձևավորվեր, բայց այլ ընդդիմություն կձևավորվեր։ Մեկ ազգային ժողովը ընտրությունից հետո արդեն ձևավորված էր։ Իսկ մի շատ այսպես դարակազմիկ սուտ, որ Էդգար Ղազարյանն հարցազրույցի ժամանակ երեք ասել է, եւ կարծում եմ դրա համար ինքը պետք է պատասխան տա եւ հրապարակական ներողություն խնդրի, եթե չունի հստակ ապացույցներ։ Ասում եմ մենք ձեզ մանդատ չենք տվել ընդդիմադիր պատգամավորներին, որ գնաք ազգային ժողովի բակում իշխանական պատգամավորների հետ սակուրա ծառերի վրա թաշկինակ կապեք։ Էդգար Ղազարյան, որ ընդդիմադիր պատգամավորն է ազգային ժողովի բակում դրա նախորդող օրերի ընթացքում սակուրաների վրա թաշկինակ կապել։ Խնդրում եմ անունը տվեք։ Խնդրում եմ հրապարակավ ասեք, որ ընդդիմադիր պատգամավորն է գնացել իշխանական քտական պատգամավորների հետ սակուրայի վրա թաշկինակ կապել։ Եթե չեք ասել, դուք սուտախոս եք։ Դուք ստախոս եք եւ պարզապես սուտ եք տարածում։ Եվ հենց սա ձեր ստերի ամենամեծ եւ բացահայտ օրինակն է։ Եթե ունեք պատգամավորի անուն, ասեք, ես ինքս առաջինը կգնամ այդ պատգամավորից պատասխանատվության կկանչեմ, թե ինչ ես գնացել կանոնել քպական պատգամավորների կողքին թաշկինակ կապել սակուրայի ծառի վրա։ Եթե չունեցաք այդ փաստը ներկայացնելու, դուք ստախոս եք։ Դուք բաները եք գրել, այդ կապը բոլորի մասին խոսում, շատ ժամանակը գերկարի ժողովրդության, որտեղ մտածենք այսպես միասին քննարկում ունենանք 51 րոպե խոսացնեմ։ Մի կարևոր բանի մասին, որ ես գրել եմ դրա մասին խոսեմ, եւ կարծում եմ այսօրվա համար բավարարվել, եթե էլի թեմաներ եղան, լայվերը միշտ կարելի է դրանց մասին խոսել։ Մի բան, պլանների մասին կարծեմ վերջի օրերին մի քանի անգամ արդեն խոսվեց։ Թեթ-կետերի հետ հարցազրույցի ժամանակ լրագրողին ասաց, թե եկա Ղազարյանին առաջարկեք թողեք լինի վարչապետ։ Հետո լայվ նյուզի ժամանակ Գարնիկ Իսագոյանը նամիտ կարտարկեց, դե եկա Ղազարյանին առաջարկեք թողեք լինի վարչապետ։ Չգիտեմ պարոն Ղազարյան ձեզ ինչ խոստում են տվել, բայց խորհուրդ կան այդ խոստումներին չհավատալ, որտեղ նման խոստումները դոգինել էին տվել, այդ մարդը խաբվեց, վերջում տեսակ հիմա որտեղ հայտնվեց։ Անկեղծ ասած չեմ ցանկանում դուք խաբվեք, վերջում զգաք խաբված եք եղել այս գործընթացում։ Ձեզ թարապես ես կարծում եմ դժբախտաբար, որ ձեզ ինչ որ նպատակի համար ծառայեցնում են, մեկը ձեզ վարչապետ չէ դառնալու, չեմ ներկայացնելու որպես տեխնացում, թե ներկայացնելու դեպքում էլ դուք միայն ինչպես են ՄԻՊ-ի դեպքում եղավ ներկայացեցիք ոչ մի արդյունք չտվեց, ներկայացնելու եք, վերջում որից արդյունք չի տալու, նա դեռ ռեզումեի մեջ կարող եք գրել մի անգամ էլ վարչապետի տեխնացում եղել, բայց մեկը չի ստացվել։ Իսկ թե ինչու են ձեզ այդպես առաջ մղում, փոխում են ձեր թիկունքում թաքնվելով դա անել, կարծում եմ հենց լսարանի մեջ կարելի է գտնել, որտեղ դուք կարողանում եք ամեն դեպքում ժամը գնում եք եթերից եթեր, մի քիչ դոգին տեխնոլոգիակելով, մի քիչ Աննա Աբրահամյանին տեխնոլոգիակելով, մի քիչ Սրան տեխնոլոգիակելով, այդ ձեր ընդունակությունները որ ունեք, դրանից օգնվելով, որ ես անկեղծ ասած գնահատում եմ, կարողանում եք ճիշտ կերպով ռետորական ոճը կարողպես դերած, ամեն տեսախցի առաջ լավ ներկայանալ, կարողանում եք լսարան ապահովել, բայց մի բան թող չշփոթեցնի ձեզ եւ շատերին, որ սա լսարան է։ Լսարանը հենց այնպես կնքան լսարան, որ մարդիկ նստում են հեռուստացույց են դիտում, նստում են մի հատ ֆիլմ են դիտում, նստում են մի հատ կինո են դիտում։ Այդ այդքան է հետաքրքիր ինձ համար։ Այդ մարդկանց համար հետաքրքիր ձեր այդ խոսքն է, խոսում եք, իսկ այդպես սրան եք ասում, նրան եք ասում, այդքան է հետաքրքրում ստեղծում։ Բայց այդ լսարանը, փողոցում պայքարող լսարանը չի ընդհանրապես, որտեղ փողոցում պայքարող լսարանը ընդհանրապես չի ժամ հատկացնի ժաներով նստի YouTube-ների առաջ, Facebook-ի առաջ, լայքեր դնի, մեկ ժամանոց ելույթներ լսի։ Այն մարդն որ նստում է մեկ ժամանոց ելույթները լսում, կամ փորձագետա վերլուծաբանա փորձում տեսնում ով ինչ ասում, հետո ինչ որ եզակացություններ անի, կամ ընդհանրապես հենց այդ քանով ինքը բավարարված։ Նստի այսօր, եւ կան դիվանի նստի, YouTube-ը կամ բիսիկա մտնի այդտեղ, ձեր հարցազրույցները լսի, տակը մի հատ լայք դնի, դիտում ավելանա, հետ այդքանով գիշերը խլի առավոտյան էլ կամ ախանա գնա գոճի գիշերը գա էլի ասենք, տեսեք որտեղ հարցազրույցը գնամ լսա։ Այդ մարդը փողոցում բայկարող մարդը չի։ Փողոցում բայկարող մարդը ընդհանրապես այդ լսարաններում շատ էլ չի հետարկում։ Աշուշ կան մի խավ որ երկուս դեպքում էլ կան։ Հետո բայց լսարանը թող շատերին չշփոթեցնի, որ եթե կան մի հատ այդպես հսկայական լսարան, մենք հիմա կոչ անենք, այդ մարդիկ գալու են վաղը լսվելու են ողողելու են Երևանի փողոցները, կոչեն այդ գալ վարչապետ, այսպես վարչապետ, այն բանը որ Նիկոլ Նարետ դուք եք անելու եւ ստացվելու։ Չի ստացվելու։
Եվ ընդհակառակը մեր բոլորի վնասն է լինելու, այս դեպքում միայն դուք չեք որ տուժելու եք, ոչ ողջ ընդդիմությունը այս գործընթացից տուժելու, որովհետև ասել եմ, Նիկոլին գործընթացը սկսելը ամենակարևոր գործընթաց եք սկսում, արդյունքի չի հասնում, հատկապես եթե իրավական գործընթաց եք սկսում, դա նշանակում է, որ Նիկոլը կրկնակի վստահությամբ է օժտվում եւ դա չափազանց վտանգավոր է եւ չպետք է այդ քայլին գնալ։ Եվ հիշեք Բոգի օրինակը, ես սա եմ ուզում ձեզ ասել, Բոգի օրինակը հիշեք, մարդիկ կարծում են, որ 2000 ուսան, մտեք է Telegram-յան ալիք, որ 2000 կարծում են այնտեղ բաժանորդներ ունի միայն Telegram-յան ալիքի վրա, իր լայվերը, որ միանում են միաժամանակ 100,000 հոգի մարդ էին նայում։ Բայց տեսակ, երբ որ մարդը այդ չկար, չէր խոսում, իր այդ կենքանի ձայնը չկար, այդ կատալոգական արվեստը չկար YouTube-ի հետևում, երբ մի քանա ճակատագիրը մարդկանց համար ընդհանրապես կարևոր չի։ Հիմա արդեն շուրջ 2 ամիս կլինի Երևան բանտում է գտնվում, շուտով 2 ամիսը կլրվի, կլրանա։ Միացյալ Նահանգներում լիքը լսարան ուներ, 10-20 հատ մարդ են գալիս հավաքվում են։ Երևանում լիքը Reporter Հայաստանում լսարան ուներ։ Մի քանի տարեստներ պարապսարան գալիս են կանգնում են Յոնիկան արվում են ձեռքերում։ Իր հիմնական հովանավորները դա են։ Սա ուզում եմ անկեղծաբար եղբայրաբար ձեզ ասել, որ այդ լսարանի հետ շատ հույս մի կապեք, նրանք ովքեր հույս են կապում, թող հույս չկապեն։ Սա լսարան ընդհանրապես YouTube-յան ալիքի, սա փողոցում իշխանապողություն գեներացնող խաղը չի եւ չի կարող լինել։ Եվ դրա վրա հույս կապել անիմաստ է։ Իսկ մի բան որ ասում են, դրանք գիտեք հիմա մեկին դասնեն վարչապետ 10 րոպե հետո կարող է հրաժարական տա, մեկ շաբաթ հետո հրաժարական կտա, փոխվարչապետներ կշանակի իշխանի հրաժարական կտա։ Այստեղ էլ կրկին այն սուտը որ տարածվում է եւ հույսով որ մեր լրագրողները հաջորդ անգամ իրեն հարց կտան։ Մյուս համանadrությունը ինչ ասում, ասում են որ վարչապետ, դա եթե impeachment-ը արդյունք հասնի, հիմա օրինակ, այն Ղազանյանը նորմալ դառնան վարչապետ, լիազորություններով։ Իսկ եթե հրաժարական տան, այնպես չի որ փող վարչապետը դառնում է վարչապետ, ընդհակառակը, մեկ շաբաթ անց նշանակվելու ազգային ժողովում նոր վարչապետի ընտրություն։ Բայց impeachment-ի տարբերակով ինչ է տեղի ունենում։ Ազգային ժողովը մնում է, ԿՊ մեծամասնությունը մնում է, նոր լծակները, որոնք Նիկոլի ձեռքում կան, մնում են, որովհետև դուք այդ մեկ շաբաթվա ժամկետում որ ունեք, որից է տրամաբանություն չկա, որ դուք կարողանաք ամբողջ այդ համակարգը, որ Նիկոլը ստեղծել է, քանդեք, ձեր համակարգը ստեղծեք։ Եվ ընդհանրապես խելացի մարդ այդ քայլով չի գնա, որովհետև երկիրը կոլապսի մեջ կգնա կփլուզվի, հիշեք, որ մյուս կողմը կանգնած է Ադրբեջանը, ոչ նման առիթի է սպասում։ Որովհետև խելացի մարդ դա չի անի։ Հրաժարականի դեպքում նոր ընտրություն պետք է լինի վարչապետի ազգային ժողովում առաջին անգամվա համար եւ ԿՊ-ն ունի տեխնացու առաջադրելու ուրեմն հնարավորություն, ինչ երաշխի կա, որ ԿՊ-ն էլի ինչ-որ տեխնացու չի առաջադրի, նույն Նիկոլ Փաշինյանին չի առաջադրի, չի քվարկի, ու ձեր այդ ամբողջ գործընթացը, որ ձեռնարկել եք, միանգամից հոդս կցնցի, ու այլը ամեն ինչ վերադառնա այս նույն 0 կետին, back to square one, ինչ-որ ամերիկացիք են ասում, ու ամեն ինչ սկզբից պետք է գործընթացը սկսվի։ Դուք այդքան գիտեք, երբ ասում են դուք հերուն չեք տանում, նույն ձեր ոտքի առաջն եք տեսնում, ժողովրդին կոչը կանում եք ոտքի առաջը տեսնի, ու փոչվեք այն տանեք մխրճեք մի հատ գործընթացի մեջ, որ վտանգավոր է, հենց այստեղ եմ ասում, որտեղ դուք չեք հետո մտածում, լավ, ես դարձան վարչապետ, հետո մի շաբաթ րոպե հետո կամ կես ժամ հետո կամ մեկ օր հետո կամ մեկ շաբաթ հետո հրաժարական տվեցի, ինչ կլինի։ Ես ասում եմ ձեզ ինչ կլինի, ազգային համառադրությամբ նոր վարչապետի ընտրություն կլինի ազգային ժողովում եւ ԿՊ-ն իր վարչապետին էլի կընտրի։ Եթե չընտրեց երկրորդ անգամ կլինի, երկրորդ անգամ չընտրեց, արդեն կլինի ընտրություններ, որի մասին անգամներ խոսացել ենք։ Եվ ամեն դեպքում հերոյը չի, սարերի հետևում չի։ Ճիշտը բացատրեք։ Իմ ամբողջ խնդրանքը ձեզ այն է, որ ժողովրդի հետ անկեղծ եղեք։ Լրագրողներ ջան, հարգելի լրագրողներ, 168.am, FET.am, ես ինչ գիտեմ, Live News, մյուսներ, որ իրեն եթեր եք տրամադրում, Media Hub։ Եկեք գոնես հակառակ միտքեր են լսեք մի անգամ լսեք, այդ հարցերը որ կազմում եք, իրեն այդ մյուս հարցերն էլ տվեք։ Այս կողմից էլ հարց տվեք։ Ինքը նստում եք, պարոն Ղազարյանը նշում է, մի օկով խոսում է, դուք իրեն խոսքերը հաստատող հարցեր եք տալիս։ Բայց ոչ մի անգամ այսպես challenge անող կամ իր միտքը հակասող կամ մերժող տեսակետներ, որոնք փաստիակ տեսակետներ են, ինչու չեք ներկայացնում իրենց եւ չկա այդպիսի տեսակետներ։ Ասեք, հիմա ինքը բանալիքի չի գալի եւ հարցնախնդիր չունեմ, բայց այդ տեսակետները ասեք, հարց տվեք իրեն, թողեք մտնի այդ թեմաների մեջ, փոխենք, տեսեք արդյոք այդ հերոները իրենք մտածում են, Նիկոլի ոճորը նկատի արել են impeachment-ի դեպքում, վարչապետը տրելու հրաժարական դեպի տալու դեպքում մտածել են, որ հետո ինչ կլինի դրանից հետո։ Իսկ ընդհանրապես մեր նման պատերազմական երկրի մեջ գտնվող
իշխանության երկրի համար, որի հիմա փոխանցված է այս իրավիճակի մեջ, երկրորդ կապիտուլացիայի փաստաթուղթ արդեն պատրաստ է ստորագրման, չգիտեք Նիկոլ ինչպիսի պայմանավորվածություններ ունի, երկու կողմից զորքերը կուտակված են թշնամունը։ Աջոք նման տարբերակով առաջնորդվելը հիմարություն չի, որտեղ հիմա պետք է ամենը դրենք այդ վերերը ուզում լինի, հետո գնանք հրաժարական կտանք, փոխանցենք, այսպես կանենք, այնպես կանենք։ Մենք կարիք ունենք մարդու, ով հետ նստավ այդ աթոռի վրա եւ ներկայությունը արդեն իսկ սանձող գործոն լինի Ալիևի համար, հասկանամ, որ առայժմ 1 տարի, 2 տարի մեկի հետ գործ ունի, որ հնարավորություն չունի այդ մարդու հետ ընդհանրապես բանակցելու կամ հաշվի նստելու, պարտավոր է գոնե միշտ 1-2 տարի իր սանձերը այսպես ինքնին քաշի եւ դուր նստի եւ այսպես ասած իր ախորժանքը սահմանափակի Հայաստանի կապակցությամբ։ Այսպեսին է իշխանության կարիք ունենք, ոչ իշխանության, որ մեկը դարձնենք վարչապետ, 10 շաբաթով հրաժարական կտա, հիմա փոխ վարչապետներից մեկը կլինի, հետո դե սրան կանենք, սրան, այսան կանենք։ Գիտեք, մի հատ թիվ որ դու կազմում ես, թիվի մեջ հազարատ խնդիր է պատճառում։ Կտան այդ համակարգով որ Նիկոլն է ստեղծել այսօր, վերևից ցած բոլորը վրա վերահսկողություն ունի։ Տեսնում եք, չի կարողանում իր թիմի մեջ երբեմն խնդիրներ են ծագում, որ բոլորը ԿՊԱ-ական են իր նախարարներ։ Հիմա դու պատկերացնում եք, բերեք մի հատ թիմ կազմեք, մի հատ վարչապետ նշանակեք, որ թիմակիցները այն մեկը մի տեղից են եկել, տարբեր մտածողությամբ։ Ու այդ պատկերացմամբ կարող է հիմա այս խնդիրների մեջ մխրճված Հայաստանը կառավարել։ Գիտեք, ես դեսից նայելով չեմ պատկերացնում, որ կարելի է կառավարել։ Վերջի բանը ասեմ եւ ավարտեմ ընտրությունների կապակցությամբ։ Երկու անգամ արդեն ես մի տեղ ազանացնում։ Դե 2026 թվականը մեկը գալու է ընտրությունները, պատրաստելու կարիք չկա իր համար։ Ուզենք չուզենք այդ 2026 թվականը գալու է։ Գիտեք այդ արկին ինչա, որ Նիկոլ Փաշինյանը այդ ամբողջ լծակներով որ ունի, այդ ամբողջ համարձակությամբ որ ունի օրենքների խախտելու, սահմանադրության խախտելու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրենն է, իրավապահ մարմիններ իրենն են, այդ բոլոր լծակներն ունի եւ պատրաստ է օրենքներ խախտելու, այսպես ասած պետական ռեսուրսներն օգտագործելու, բայց այդ ամենով հանդերձ այսօրվանից արդեն պատրաստվում է այդ ընտրությունների համար։ Իսկ դուք ժողովրդին ասում եք, մի պատրաստվեք, մեկը 2026 թվականին գալու է ամեն դեպքում լինելու է։ Ես այդ ձևաչափով մտածում եմ, դուք ավելի շատ եք Նիկոլին ջրաղացին ջուրը լցնում, օգնում Նիկոլին, որտեղ այդ ձևաչափով եթե առաջնորդվեք 2026 թվականին հաստատ Նիկոլը կհաղթի, որտեղ դուք այսօրվանից չսկսեք պատրաստվել այդ օրվա համար։ Որտեղ Նիկոլը տեսնում եք ինչպես է պատրաստվում, նույն գլուխը կախակցել իր բոլոր լծակներից օգտվելով 2026 թվականի համար պատրաստվում եւ կռիվ է տալի։ Կռիվ է տալի այսօր իշխանությունը պահի, կռիվ է տալի այսօր աթոռը պահի, բայց նաեւ մտածում եմ, որ 2026 թվականը լիարու չի, բայց գուցե նաեւ արտախորհրդ խորհրդանական ընտրությունները հեռու չլինեն։ Օրինակ ինչ գիտեք, ամռան ընթացքում աշնան արտահայտ խորհրդանական ընտրությունների գնա։ Դուք հիմա այսօրվանից մի պատրաստում եք այդ գործընթացի համար։ Իսկ ժողովրդին բոլորին զբաղեցնել մի անիմաստ բանով, որ impeachment-ն է, դեք impeachment անենք, դե հիմա գնանք մենք այդ գործընթացի հետ որ արդյունք չենք տալի։ Ժողովրդին հիասթափեցնել ընտրությունների կապակցությամբ, դա լինելու է հենց այն, ինչ որ 2021 թվականին տեղի ունեցավ։ Ես ասեմ 2021 թվականի ընտրություններին Դոբետ Քոշարյանի եւ ընդհանրապես ընդդիմության կրած պարտության եւ Նիկոլ Փաշինյանի հաղթանակի պատճառն է, այո, պետական ռեսուրսներն են, շատ բաներ են, որոնք կային, բոլորս էլ գիտենք։ Բայց այդտեղ իր առողջի բաժին ունեին, նաեւ ունեն եւ ունեցել եք նաեւ ձեր շրջանակների տարած քարոզությունը ընտրությունների դեմ, որտեղ շարունակաբար ժողովրդին հիասթափեցրեցիք ընտրությունների գործընթացի մասին։ Շատ ուշ պատրաստվեցիք ընտրությունների համար 2021 թվականին։ Դուք շարունակաբար ժողովրդին քարոզում եք, որ ժողովրդական ընտրություններով Նիկոլին չի կարելի հեռացնել, Նիկոլն ընտրություն կկեղծի բան կանի, բայց վաղ եթե կանոնեցիք ընտրությունների գործընթացի դիմաց, մենք ժողովրդին ասելու ենք, հիմա եք ինձ քվետուր։ Ժողովուրդը տրամաբանորեն ասելու, բայց դու երեք չէի, որ ինձ ասում եք ընտրությունով Նիկոլին չի կարելի հեռացնել, բայց ինչու ես հիմա ասում, եք ինձ ձայնտու։ Չի մասնակցի ընտրություններին։ Ժողովուրդը ոչ մասնակցեց ընտրություններին, Նիկոլը կընտրվի, ինչպես որ եղավ 2021 թվականին։ Ձեր արածը նիկոլականություն է հիմա։ Ես ինչ եմ ասում, կրկին շեշտեմ, ես ասում եմ, բոլոր տարբերակները պետք է հավասարապես որակարգում ունենալ։ Որպես 5-րդ օրի տարբերակ, սամից հետո երբ հիշում եք Նիկոլին հեռացնելու տարբերակը, անպայմանորեն հիշեք ընտրությունների տարբերակը, սահմանադրությամբ այդ օրենքն հիշեք որպես ընդդիմության իրավունքներից մեկը, որ ունի ընտրությունների մասնակցել, եւ դրեք հավասարապես չափեք, որը ավելի շատ հնարավորություն ունի այս պահին ընտրություններով Նիկոլին հաղթելը, թե impeachment-ով Նիկոլին հաղթելը, եւ որը ինչ կտա մեզի այս պահին։ Ես չեմ ասում, երկուսն էլ վտանգավոր են, երկուսի դեպքում էլ Նիկոլի գործոնը ամեն դեպքում գոյություն ունի, բայց մեկի դեպքում
միջազգային դիտորդական խնդիրներ կան, ճնշող լծակներ կան սահմանափակող, բայց իմպիչմենտի դեպքում Նիկոլին սահմանափակող ոչ մի լծակ դժբախտաբար գոյություն չունի։ Ժողովուրդ, շնորհակալ եմ, որ ինձ միացաք, լսեցիք ինձ, խոսացել եք կարճ, բայց էլի 1 ժամ ներավ, շատ ներողություն եմ խնդրում, եթե ձեր ժամը զբաղեցի, Երևանում արդեն գիշեր ժամը 12-ն է, ձեզ բարի գիշեր, հուսով լավ լինեք։ Ես այո շարունակելու եմ, ասել եմ միջև ժամանակ էպես մարդիկ շարունակեն խոսել իմպիչմենտի մասին, շարունակեն ժողովրդին ապակողմնորոշել, ես էլ այս թեմայով շարունակելու եմ խոսելու եմ միջև այնքան ժամանակ, վերջին հաշվով հուսով եմ, որ մյուս այդ լսարանները, շեշտում անունները, TED-ն, i68.am, Live News, Media Hub, մյուս այդպես բաներ ոդքասթներ, որոնք կան եւ եթերներ են տրամադրում, նաեւ ընդդիմադիր ձայներին հավասարապես եթեր կտրամադրեն, ովքեր ունեն տրամաբանական պատճառներով իմպիչմենտի գործընթացը հարցական տանելու շատ հիմնավոր պատճառներ, բայց եւ հնարավորություն չկա որպես լայն շրջանակի միջոցով դա ներկայացնելու։ Լավ մնացեք, հուսով եմ, որ կրկին կհանդիպենք ավելի լավ պայմաններում։ Շնորհակալ եմ, որ հետևեցիք ինձ։